Կոմիտասը այս ժողովրդի համակարգերային հիշյալ է որ սփոխ, ինչ օրս։ Նահատես մտել վիվարի անկան և տարբեր խոտերից, բազմաթիվ անկանում բուսականությունից հավաքել հայկական ծառայներ։ Այս խոչունացել խոզատել է խոտար տարից, մաքրել, հասել գերագույն պարության և յուրահասման։ 1869 թվականի սեպտեմբերի 26-ին համեր պայուսավոր Գևորգ Սողոմոնյանի և Թագուհի Հովհաննիսյանի ընտանիքում ծնվեց Սողոմոն Սողոմոնյանը, ապագա վեհերաժիշտ Կոմիտասը։ Նա, ով պետք է համարվեր հայ ազգային դասական երաժշտության հիմնադիրը, նա, ով պետք է համարենք հայ պրոֆեսիոնալ կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրը։ Պատմում է, որ ֆրանսիացի աշխարհաշրջան կլոր Դեյվիսին գտի է գալիս նրա առջև ասելով ասոցիայի մեծ երաժշտությունը։ Ամառների հայոց հողի մեջ խորը արձակած Կոմիտասյան երգը մեծապես նպաստեց նոր և թարմ մթնոլորտ ստեղծելու հայ գրականության համար։ Այսպես, հայ գրական թիմը ևս շատ բանում է պարսկական հայոց երգի վարպետին։ Անունը Սողոմոն է, Սակրով Դորսուց է, իմ ուսանների կողմնա երգիչների երկրի։ Միշտ էլ երկրել նույնիսկ այս ժամանակ, երբ փողոցի տղաները ուզում են ինձ լսեք, աշխատողների ձեռք չունեն, միայն երգը։ Մեր տոնում բոլոր են ձայներներ, հարեսումները սրտի երկասողներ են, եթե քյոթայրում կենթանի հայ գտնես, նա ապայման երկի նրանց երկերից, ասայք թուրքերն են երկել, թուրքերեն են, քանի որ հայերը թուրքեր շատ վայրում հայերը խոսատվիրյամուն չունեն։ Պատանի չկարողանում աղված խոսում հայրը, ազատ պատասխանները վերահարցում։ Տպրում է հայրապետը, միջջանում հայցին չընտրություն է կատարել բուրսայի առաջնորդը։ Հրավոր Պուտինայից եկած այս թշքախոտ պատանին ուտպես պետրեսովորի ճամբար, Բայց հայերը նշանական կրնան երկել։ կսկթուր թշական շեշտավոր խոսում փոխիկ Սողոմոնը։ Ատոր համար եկած են Ալլահ ծորի։ Եվ պատանեկան բարագզենով սկսում է երկել լույս զվարդը։